Հրապարակ թերթը գրում է. մեր տեղեկություններով Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաչատյանն առաջիկայում լքելու է կուսակցությունը։ Կուսակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ տևական ժամանակ է նա սառեցրել է շփումները կուսակիցների հետ, պատճառը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցում կուսակցության ղեկավար կազմի հետ ունեցած տարաձայնություններն են։ Իրավունք թերթը գրում է. քաղաքացիական պայմանագրին իսկ ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի, որ ազգային ժողովի փոխխոսնակներից մեկը լինելու է կին ու այդ մեկը լինելու է Լիլիթ Մակունցը։ Բայց սա դեռ ամենը չէ, Փաշինյանը որոշել է թիմի տղամարդկանց գլխին էլ կին դնել, ակտիվորեն քննարկում է, որ խմբակցության ղեկավարի պաշտոնն էլ ԿՊ-ում վստահվելու է կին պատգամավորի։ Այս պահին քննարկվող վարկածներից մեկի համաձայն այդ պաշտոնում կարող է հայտնվել Արուսյակ Ջուլհակյանը։ Հրապարակ թերթը գրում է. մենք նախընտրական փուլում տեսանք, թե ինչպես ապաքաղաքական բանակն ու պաշտպանության համակարգը քաղաքականացվեցին, ԿՊԱ-ցվեցին եւ ինչպես էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դարձել ակտիվ քարոզիչ, բայց իր հայրենի Ստեփանավանում ԿՊ-ն ամենակիչ ձայները ստացավ։ Նախընտրական փուլում որպես քաղաքական գործիք օգտագործվեցին վարժական հավաքների մահակը, 25-օրյա հավաքներին մասնակցությունը դարձնելով պատժամիջոց դրսից ժամանած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ ընդդիմադիրների համար։ Հրապարակ թերթը գրում է. երեք քաղաքացիական պայմանագրի վարչությունը, երեք տեխնացուից Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան, Հայկ Կոնջորյան ընտրեց ազգային ժողովի նախագահացուին, բայց ոչ պակաս թեժ մրցակցություն կա նաև ԿՊ խմբակցության ղեկավարի պաշտոնի համար։ Քաղաքացիական պայմանագրում դեռևս վերջնական որոշում չկա, սակայն կուլիսներում տարբեր տեխնացություններ են քննարկվում, ասում են հավակնություններ ունեն շատերը Ալխազ Ղազարյանից մինչև Վահագն Ալեքսանյան, սակայն բոլորը գիտեն, որ անգամ եթե ձևական քվեարկություն է կատարվում, որոշողը մեկ մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը։ Կարծիք կա, որ Փաշինյանը ինչպես 18-ից հետո այս անգամ էլ ֆրակցիան կվստահի ԱՄՆ նախկին դեսպան Լիլիթ Մակունցին, որին վստահում է։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը 3-րդ անգամ ծանր քաղաքական ապտակ տվեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, այս անգամ նրան մերժելով ազգային ժողովի նախագահի քաղաքացիական պայմանագրի թեկնածու դառնալու հարցում։ Առաջին ազդակը Սիմոնյանը ստացել էր դեռևս կուսակցության նախընտրական ցուցակի կազմման ժամանակ, երբ երկրի սահմանադրությամբ երկրորդ պաշտոն զբաղեցնող անձը նույնիսկ կուսակցության առաջին տասնյակում տեղ չէր գտել։ Այդ որոշումն արդեն հուշում էր, թե ինչ վերաբերմունք է ձևավորվել նրա նկատմամբ իշխանական թիմում։ Երեք այդ վերաբերմունքը վերածվեց քաղաքական որոշման։ Ժողովուրդ օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցման վարչության նիստից հետո Ալեն Սիմոնյանը տուն է վերադարձել ակնհայտ անդրամադիր։ Նրա թիմի հաղթական տրամադրությունը միանգամից փոխվել է, իսկ խորհրդարանում տիրող մթնոլորտը դարձել է տխուր ու անորոշ։ Իրավունք թերթը գրում է. քաղաքացիական պայմանագիրը դեռևս գծում բռնում է, թե որ մարզում որն էր ձախողման պատճառը։ Փաշինյանը առանձնապես գոհ է Սյունիքից։ Սյունիքից էին ամենաշատը մտահոգ, բայց հալալ է Արուշին։ Տղան մաքսիմումն արեց, այ Արուշի նման համայնքապետերին օտիդո պիտի պատերժ կանել, իսկ Հավայի աթոռները զբաղեցրած պաշտոնյաները գլխների գալիքը չգիտեն։ ԿՊ լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ այսպես է արտահայտվել Փաշինյանը Գորիսի համայնքապետի մասին։ Իրավունք թերթը գրում է. ըստ քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների լիբերալ թևի մի խումբ քաղաքական գործիչներ հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Որոշ աղբյուրների պնդմամբ հանդիպումն անցել է գերլարված, Փաշինյանի հյուրերը փորձել են վերջինիս հասկացնել, որ այսպես շարունակել չի կարելի, քանի որ լրիվ վերածվել է բռնապետի։ Եվ եթե այսօր եվրոպացիները ձայն չեն հանում ու աչք են փակում, ապա վաղն այս ամենը ոչ միայն Փաշինյանի, այլև իրեն ամեն կերպ սատարող լիբերալ թևի քթից է գալու։